2020 թվականի հոկտեմբերի 9-ից 10-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացվեցին Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը եւ վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մանրամասներ է ներկայացրել այդ հանդիպման մասին, ընդգծելով, որ այն տարբեր էր մյուսներից իր լարվածությամբ եւ բովանդակությամբ եւ որ այսօր քննարկում են իրադարձության քաղաքական եւ ռազմավարական նշանակությունները, փորձենք հասկանալ առհասարակ ձեր կարծիքով ինչու Մոսկվայի բանակցությունները առանձնանում էին իրենց լարվածությամբ եւ ինչ էր այդ պահին տեղի ունենում ռազմաճակատում եւ միջազգային հարթակում։ Ընդհանուր առմամբ Բայրամովի հարցազրույցը բավական հետաքրքիր էր, առանձին էլեմենտների մասով այսպես ցույց դրեց այնպիսի ինֆորմացիա եւ այնպիսի փաստեր, որոնք հատկապես Հայաստանում միշտ կասկածի տակ են առնվել, հատկապես թե Ռուսաստանը ինչպես ինչ չափով եւ ինչ դերակատարում է դրական իմաստով ունեցել այս process-ներում Հայաստանի թույլ դիրքերը այսպես առավել մրցակցային գոնե, այսպես իրական մրցակցային սարքելու մասով ինքը մի քանի հետաքրքիր փաստերի վրա կենտրոնացած իր ուշադրությունը հատկապես հրադադարի հաստատում, բայց այլ տիպի հրադադարի քան հետագայում կնքվեց, հա, այդ հրադադարի էությունը հետևյալում էր, որ պատերազմող կողմերը դադար էին տալիս կրակին, մնում էին այն դիրքերում, որտեղ որ կային, այսինքն այն հողերի վերահսկողության ներքո որտեղ որ կար եւ կողմերի ամեն մեկի մասով ռուսական խաղապահներ էին տեղակայվում։ Ընդհանուր օպերատիվ իրավիճակի եւ միգուցե հետագայում արտավարական այդ թվում նաեւ միգուցե ռազմավարական տեսանկյունից դա մեր համար այդ իրավիճակում ռազմական ոչ այդքան դրական կոնյունկտուրայի պայմաններում իհարկե այսպես շահեկան տարբերակ էր ու հավանաբար այդ սուր քննարկումները կապված են եղել հենց դրա հետ միջդեռ ռազմավարական բովանդակային իմաստով ակնհայտ էր որ 44-օրյա պատերազմի մի զգալի մասով էությունն ու բովանդակությունը կապված էր դրա հետ որ ամեն գնով պետք է ռուսական սեգմենտը ռուսական ներգրավվածությունը նվազեցնել եւ իհարկե վերացնել եւ թերևս նաեւ այդ պատճառով էր որ հայկական կողմը միգուցե չհամաձայնվեց որովհետեւ այն կուրատորները, որոնք կային գործող իշխանության թիկունքում եւ ուղղորդում էին մի շարք process-ներ, ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ ներքաղաքական, դեմ գնացին եւ արդյունքում մենք տեսանք ինչ եղավ մեր հետ։ Եթե կողմերը ընդունեին Սերգեյ Լավրովի ներկայացրած փաստաթուղթը, այսինքն հնարավոր էր, որ պատերազմը կանգ առներ։ Ոչ միայն հնարավոր էր պատերազմը կանգ առներ, հնարավոր էր որ պատերազմը կանգ առնել այլ պայմանների դեպքում հայկական եւ Արցախի հայ ազգաբնակության համար անվտանգության այլ բնույթի երաշխիքների պայմաններում եւ ռեգիոնի գեոպոլիտիկան կարող էր ունենալ լիովին այլ տեսք, քան թե ունի հիմա։ Պարոն Ղավոնդյան, իսկ առհասարակ այս պայն ինչպես է կգնահատում Ռուսաստանի դերը եւ նա հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ թե իր ազդեցությունը պահպանելու համար փորձ է անում Հարավային Կովկասում։ Նախ որ հարցում միջնորդ ամենահիմնականը հանգամանքը այդ էր հայկական կողմը մի զգալի մասով մեծ ակտիվությամբ ադրբեջանականը պասիվ հրապարակային ակտիվությամբ, բայց ենթատեքստային առումով իհարկե նույնպես ակտիվ, ամեն ջան գործադրեցին, որպեսզի ռուսական միջնորդությունները Արցախյան խնդրի այսպես ճակերտավոր կարգավորման process-ում հանգեցվեն զրոյի։ Ալիևը շատ հաճախ ռուսական վերաբերմունքը Հայաստանի մասով, այսինքն դրական վերաբերմունք, մի շարք հարցերում աջակցություն եւ այլն, հետագայում բացասական քննադատողական տոնայնությամբ ներկայացրել Ռուսաստանի ղեկավարին այն այսպես փոքրիկ կշտամբանքով որ չէ որ ես դες ասում եի որ իրենք չեն գնա դրան իսկ դուք դեռ պաշտպանում եք իրենց մոտեցումները շատ այսպեսի բանակցային վիճակներ են եղել երբ որ Ռուսաստանի ղեկավարը դիմել է Հայաստանին ասել եթե դուք համակարծիք չեք ուղղակի նշեք այդ մասին մենք որպես միջնորդ կօգնենք շատ տարօրինակ ճակերտավոր զուգադիպությամբ հայկական կողմից որևէ չհամաձայնություն Ադրբեջանի դիրքորոշումներին որևէ տեսանկյունից չի եղել։ Ինչ վերաբերում է ռեգիոնալ մեծ գեոպոլիտիկային, ակնհայտ է, որ միջնորդները ունեն իհարկե շահեր եւ դա շատ տրամաբանական է։ Այս էլեմենտը հայ հանրույթը շատ էմոցիոնալ է ընկալում, որ ռուսները պետք է այստեղ շահեր ունենան։ Իհարկե ունեն, որովհետեւ ռեսուրսներ ունեն, որովհետեւ Ռուսաստանը 30 տարի ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, Ռուսաստանի գործոններ, որ մի զգալի մասով զսպում էր Ադրբեջանին պատերազմը ինչ որ այլ փուլերում չսկսելու տեսանկյունից եւ վերջապես Ռուսաստանին հետաքրիր ամբողջ հարավային Կովկասը դեպի հարավ իր աշխարհակական նկարտումների տեսանկյունից ինչը տեղի ունենում հիմա Ռուսաստանին բոլոր հնարավոր ձևերով ջանքերով փորձում են մեկուսացնել եւ ռեգիոնից դուրս մղել արդեն կիրառական process-ներ են գնում այդ մասով, որի ակտիվագույն մասնակիցներից մեկը Հայաստանն է, իսկ սուբյեկտային կարգավիճակ ունեցող դերակատարներից մեկը, որ Ռուսաստանի հետ վերջերս այսպես խնդրահարույց հարաբերությունները որոշակի պրակտիկա ունեցավ, իհարկե Ադրբեջանը։ Ադրբեջանի սուբյեկտայնությունը հետագայում իհարկե խանգարելու է Ռուսաստանին, բայց գեոպոլիտիկան այնպեսին ինչպեսին որ կա, այսինքն ընտրությունը մեծ չէր։ Առաջիկայում կյանքը ցույց կտա ռուսների
ինչ կանեն կամ ինչ չեն անի, բայց ամեն դեպքում կա Ռուսաստանի ռեգիոնից դուրս մղելու ակտիվ հետևողական process։ Պարոն Ղանվոնդյան, իսկ ինչպես Մոսկվայի այս հանդիպումը ազդեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակության եւ ձևավորման վրա, կարելի է համարել այն նախերգանք։ Գիտեք, ամեն բանակցության ժամանակ սեղանի վրա ինչ-որ փաստաթուղթ լինում է, մի քիչ լավ, մի քիչ վատ, բնականաբար երբ որ քո դիրքերը ռազմաճակատում թուլանում են, այդ փաստաթղթի որակը ու բովանդակությունը ավելի վատ է լինում։ Առնվազն այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ին հրադադարը հաստատվել է Ռուսաստանի անմիջական ու բավական կոշտ, այսպես ճշմարտ արդյունքում, դրա մասով կան բազմաթիվ տեղեկատվություն, այդ թվում նաև փակ ինֆորմացիոն հոսքերի մասով եւ շատ վաղուց, այդ թվում նաև այդ ճնշումը եղել է երկու կողմերի վրա։ Հաջորդը, գիտեք, խնդիրը որ այդ պատերազմը իմիտացիոն պատերազմ էր, խնդիրը այն էր, որ այնտեղ կարողակարգ նաև Ստեփանակերտը հանձնելու առումով։ Իսկ ես ամեն ինչ հիմա չեմ կարող ասել, բայց Ռուսաստանը մեծ ճնշում է գործադրել, որպեսզի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվի։ Մինչև փաստաթղթի վերջնական տեսքը փաստաթղթից հանվել են մի շարք էլեմենտներ, այդ թվում նաև ենթադրաբար անկլավների հետ կապված հարցադրումներ եւ այլն եւ այլն։ Բայց այդ փաստաթուղթը այնուամենայնիվ իր անգամ վերջին կարգավիճակով, որը ստորագրվեց, հնարավորություններ ենթադրում էր Արցախի շուրջ հեռանկարում բանակցություններ ունենալու օրակարգի մասով, այդ մեկ, ռեգիոնում բալանսի հնարավորություն ունենալով այդ երկուս։ Ինչի բալանսի, ինչի է բալանսը կարևոր, այն պատճառով, որ օրինակ հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքում ինչ ունեցանք, Հայաստանի ղեկավարը միակողմանի այսպես եւ միակամ ձևով սկսեց զիջումներ անել անվերջանալի քանակով եւ դեռ շարունակելու է։ Բալանսը իդեմս Ռուսաստանի միջնորդական առաքելության կարող էր այդ ամեն ինչը զսպել, որպեսզի Ադրբեջանի դերակատարումը իհարկե չմեծանար ռեգիոնում եւ Հայաստանի շահերն էլ ամբողջությամբ չվերանային, այսինքն որոշակիորեն սպասարկվեին։ Բայց դա Հայաստանի գործող վարչապետի հանձնառություններ եւ մոտեցումներ եւ մենք ունենք այն ինչ որ ունենք այս բայդը։ Եվ վերջապես ինչու ձեր կարծիքով Ջեյհուն Բայրամովը որոշեց այս մանրամասները հրապարակել հենց հիմա, արդյոք սա ունի քաղաքական ուղերձ, թե ներպետական, թե արտաքին լսարանի։ Գիտեք, այստեղ մի քանի պատճառներ կարող են լինել, մի պատճառներ, որոնք կարող ենք մենք անգամ նաև չկռահել, բայց ենթադրությունների մակարդակում հիշենք, թե նախորդ 6-8 ամսվա մեջ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ինչպիսին էին։ Այդ մեկ, երկրորդը այն, որ Ադրբեջանը սուբյեկտայնություն է սկսում ձեռք բերել եւ արդեն ձեռք է բերել եւ սկսում է հավասարը հավասարի խոսել այդ ու նաեւ այսպես գլոբալ գերտերություն, միջուկային տերությունների հետ դա փաստ է, այսպես ասած ինֆորմացիոն սլիվները, արտահոսքերը նաեւ այն մասին են խոսում, որ մենք մեզ անգամ փորձում են խնդրել եւ մենք չենք համաձայնվում եւ այլն եւ այլն։ Ռուսաստանի հեղինակության հետ կապված ռիսկերը ռեգիոնում էականորեն մեծացել են եւ այդ կոնտեքստում կարելի է նաեւ դիտարկել եւ մյուս կողմից իհարկե կարող է նաեւ ներհայաստանյան կոնյունկտուրայի այսպես մեսիջ հղվել, որ այ գիտեք կար ավելի լավ վիճակ, բայց դուք ինչպես միշտ ընտրեցիք այն վիճակը, որը ձեզ ավելի համապատասխան է։ Այդ նույն կոնտեքստում կարելի է դիտարկել նաեւ շաբաթներ առաջ Իլհամ Ալիևի Սևանի հետ կապված հավակնությունների այսպես կոնտեքստում հայտարարությունը։ Այո, եւ առաջարկում եմ նաեւ զրուցել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության մասին, ըստ որի տարածքի փոխանակում առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման հնարավոր չէ անել։ Այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Արցվաշենին եւ միևնույն ժամանակ չհաստատեց, թե ինչ ճանապարհով է հստակ լինելու հանրության տեսակետը։ Եվ առաջարկում եմ ձեր մեկնաբանությունը լսել թեմայի վերաբերյալ, առհասարակ հաշվի առնելով խաղաղության գործընթացի ներկա փուլը, որքանով է սա իրատեսական։ Երկու խաղաղության գործընթաց ձևակերպումը պետք է Չակերտների մեջ օգտագործել, որովհետև այս պահի դրությամբ Հայաստանը խաղաղ կապիտուլյացիոն process-ի մեջ է ներգրավել եւ այդ process-ը ակտիվ առաջ է գնում քաղաքական, տնտեսական, աշխարհագրական եւ այլ առումներով։ Ինչ վերաբերում է գործող վարչապետի այդ թեզին, այդ թեզը Օվերտոնի պատուհան է, դաշտ են գցել անկլավների թեման, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո, իսկ այդ ժամանակը գալու է 2026-ի ընտրություններից հետո, որպեսզի Հայաստանում ենթադրաբար 3 անկլավների հետ կապված որոշակի գործողություններ իրականացնեն, իսկ ավելի կոնկրետ դրանք այսպես փոխանցեն Ադրբեջանին։ Ինչի մասին է խոսում Արցախաշենի մասով, սահմանադրական նորմի մասին է խոսում, որ Հայաստանի տարածքը որևէ կերպ կարող է փոփոխվել համապետական հանրաքվեի արդյունքում եւ այլն եւ այլն։ Իսկ Արցախաշենի թեման ուղղակիորեն կապված է իհարկե Տիգրանաշենի թեմայի հետ, որովհետեւ Արցախաշենը երկայական անկլավներից ամենամեծն է, բայց ռազմավարական բովանդակության տեսանկյունից Տիգրանաշենի հետ կապված ունի որոշակի ոչ մրցակցային առավելություններ, այն իմաստով, որ Տիգրանաշենը Հայաստանը հյուսիսը հարավից բաժանող կարևորագույն մայրուղու վրա է գտնվում։ Տիգրանաշենը ոչ թե պատկերացնենք ընդհանրապես ինչի մասին է խոսքը, թե Տիգրանաշենի անկլավը հանձնվի Ադրբեջանի մի քանի ավելի մանրամասնեմ, այսինքն երբ որ հանձնվեց այդ հողը,
նախ այդտեղ բնակվում են մարդիկ, իդեպ այդ մարդկանց համար արդեն Պարուսևակ գյուղում որոշակի տներ են պատրաստել, այդ process-ը առնվազն կարծես թե 1.5 տարի է ձգվում, այսինքն այդ process-ները անդադար գնում է, թեկուզ մեդիա ուշադրությունից նաև դուրս է։ Ադրբեջանական իշխանություններ են գալու, այսինքն նշանակով ինչ-որ պաշտոնյա է հայտնվելու այդ Տիգրանաշեն կամ ադրբեջաներեն ասած, այսպես քյարքի, այսպես գյուղում զինվորականներ են տեղաբաշխվելու, սահմանային ստորաբաժանումներ, քանի որ այդտեղով անցնում է Հայաստանի հյուսիսը հարավին այսպես կապող ավտոմայրուղի, հետևաբար այդտեղ մաքսային ու հարկային ծառայություններ են լինելու, ենթադրաբար սերվիզի հետ կապված մի շարք այսպես գերատեսչություններ ու կառույցներ։ Այստեղ հիմնական խնդիրը այն է, որ Վայոց ձորի Սյունիքի ազգաբնակչությունը Հայաստանի հյուսիսային հատվածից մարդիկ որպեսզի տեղափոխվեն, անցնելու են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով։ Հիշում եք Լաչինի միջանցքը։ Հիշում եք ոնց էին կանացնում բեռնատարները, տրանսպորտային բոլոր միավորները եւ որոշում X մարդը անցնի թե չանցնի, ինչ-որ մարդկանց իջացնում էին, ինչ-որ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում էին գործադրում։ Մենք պետք է հասկանանք, որ եթե այս process-ը տեղի ունենա, Հայաստանի ազգային անվտանգության ամենահզոր սպառնալիքն է դառնալու։ Հայաստանը դառնալու է այդ անկլավի ձեռքը պատանդ եւ սովորական քաղաքացիները իրենց կաշվի վրա են դա զգալու։ Այսինքն դուք ամեն օր հարավ իջնելուց եւ հարավից հյուսիս բարձրանալուց դուք առերեսվելու եք ադրբեջանցիների հետ։ Ես ինչի եմ այս շեշտադրումները անում, հատկապես մեր այն հայրենակիցներին, որոնք չեն պատկերացնում ինչա գալու։ Այդ նշանակում է Սյունիքը սկսելու աստիճանաբար դատարկվել, այդ նշանակում է Վայոց ձորը սկսելու աստիճանաբար դատարկվել, ձեր երեխաներին իջացնելու են ուղևորատար մեքենաներից ու սկսեն հարցեր տալ, որովհետև դա իրանց տարածքն է դառնալու ու ամենատարբեր կասկածի դեպքում կարող են այսպես հետազոտումներ իրականացնել, տանել, հարցաքննություններ իրականացնել։ Ես մոտավորապես ներկայացրեցի այն բոլոր գործողությունները ու լիազորությունները, որոնք կարող են ստանալ ադրբեջանցիները։ Հետևաբար այս անկլավների թեման հենց այնպես չի։ Այսպես ասած, կենցաղային բառապաշարով թեման էփում են, որպեսզի 26-ից հետո կարողանան այդ ամեն ինչը իրականացնել։ Իսկ կարող ենք ենթադրել, որ իշխանությունները արդեն իսկ դիտարկում են տարածքային փոխանակման տարբերակներ Ադրբեջանում։ Գիտեք, խելամիտ չի լինի այն իմաստով, որ ընտրություններից առաջ այդպիսի քայլ անելը, կարծում եմ, միգուցե հավասարարժեք կլինի ինքնասպանության, առնվազն Վայոց ձոր, Սյունիքի եւ Արարատի մարզի ազգաբնակչության տեսանկյունից, մյուս կողմից էլ եկեղեցու հետ իշխանության ներկա հարաբերությունը նույնպես այսպես ոչ այդքան շահեկան է էլեկտորալ վարքի եւ այսպես հեղինակության տեսանկյունից, բայց կա ճնշում դրսից եւ խոսքը միայն Ադրբեջանն ու Թուրքիան չեն, որ այն հանձնառությունները, որ գործող վարչապետը վերցրել է, պետք է իրականություն դարձնա։ Ես իհարկե թերահավատ եմ։ Իսկ Բաքուն արդյոք շահագրգռված է տարածքային փոխանակման տարբերակներով, թե ձգտում է ամբողջական վերահսկողություն։ Բնականաբար շահագրգռված չի, ոչ մի փոխանակման մեջ էլ, որովհետև Բաքուն ռազմավարական այսպես գործիք է ստանում եւ այդ գործիքով ինքը փորձելու է կառավարել ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, դեմոգրաֆիան, սոցիալական շփումները, լոգիստիկան, այլև ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքականությունը առհասարակ։ Իրանք դրանով մենակ չեն սահմանափակվում։